Սիրով ողջունում ենք ձեզ Կեչարիս վանական համալիրում, ընթերցում ենք Մատթեոսի ավետարանը և փոքրիկ մեկնաբանություններ ենք կատարում։ Նախորդ անգամ ընթերցել էինք առաջին գլուխը և արդեն փոքրիկ ծանոթություն էինք ունեցել ծննդաբանության հետ, տեսանք այնտեղ, որ որոշակի սկզբունքով է Մատթեոս ավետարանիչը թվարկում Տեր Հիսուսի ազգաբանությունը, տեսանք, որ կանայք կան այնտեղ, որ շեշտվում են, որոնք որ հին կտակարանյան կերպարներ են և որոշակի իրադարձություններ էր տեղի ունեցել նրանց շուրջ, որոնք որ միանշանակ չեն ընկալվում ընթերցողի համար, բայց այնուամենայնիվ Մատթեոսը նշում է դրանք, շեշտում է։ Տեսանք 14 թվի հետ կապված որոշակի նրբություններ, 14 սերունդների մասին է խոսում Մատթեոսը և տեսանք, որ Մատթեոսը Հիսուսի ծնունդը ներկայացնում է ավելի Հովսեփի տեսանկյունից, որովհետև Հովսեփի ապրումներն է ավելի շատ նկարագրված, Մարիամի ապրումները կնկարագրի Ղուկաս ավետարանիչը։ Եվ ահա երկրորդ գլուխը Մատթեոս ավետարանիչը ներկայացնում է մեզ մոգերի այցելությունը։ Թվում է, թե կերպարներ, որոնք որ այսօր շատ ճանաչված են, սուրբծննդյան տոնակատարություններին միշտ նաև հիշվում են այդ մոգերը, բայց տեքստի առումով շատ հարցեր կան, թե որտեղից են գալիս այդ մոգերը, ովքեր էին, ավելի շատ ավանդությունն է հետագայում խոսելու նրանց մասին, քան ավետարանը։ Եվ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթխեհեմ քաղաքում։ Հերովդես արքայի օրով, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Ուր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ Միանգամից Մատթեոս ավետարանիչն ասում է, որ Հիսուս ծնվեց Բեթխեհեմ քաղաքում։ Բեթխեհեմը փոքրիկ գյուղաքաղաք էր, որ հայտնի էր Դավթի քաղաք լինելով, Դավիթ արքան հրեաների մեծագույն արքաներից մեկն էր և Մատթեոս ավետարանիչը ցույց էր տվել արդեն ազգաբանության մեջ, որ Տեր Հիսուս ազգաբանական իմաստով նաև կապված է Դավիթ թագավորի հետ և խոստացված Մեսիան, որ սպասում էին, այդպիսի մարգարեություն էլ կար, որ պետք է լինի Դավթի սերնդից։ Եվ այն, որ Տեր Հիսուս ծնվում է Բեթխեհեմ քաղաքում, կրկին այդ գիծը տանելու միտումը ունի, որ փորձում են կապը ցույց տալ Հիսուսի և Դավիթ արքայի միջև։ Սակայն մենք գիտենք, որ մանրամասները Բեթխեհեմ, ինչու Բեթխեհեմում ծնվեց, մեզ հաղորդում է Ղուկաս ավետարանիչը, այնտեղ կային հանգամանքներ, նրանք Բեթխեհեմում չէին ապրում, բայց գնացին Բեթխեհեմ, որպեսզի մարդահամարին մասնակցեն։ Եվ ասում է, որ արևելքից մոգեր եկան, որպեսզի տեսնեն, թե որտեղ ծնվեց հրեաների արքան։ Մատթեոսը շեշտում է, որ այդ օրերին Իսրայելում, Հրեաստանում իշխում էր Հերովդես արքան։ Հերովդես արքայի մասին և բոլոր այդ ժամանակվա արքաների մասին պատմությունը մեզ ավելի որոշակի տեղեկություններ է տալիս։ Մենք գիտենք պատմությունից, որ Հերովդես արքան մահացել է Քրիստոսից առաջ 4 թվականին և այս բանը մեզ թույլ է տալիս ասել, որ մեր այսօրվա ընդունված ժամանակագրությունը Հիսուսի ծնունդից սկսած, որ մենք ասում ենք, այնքան էլ ճշգրիտ չէ, այսինքն Քրիստոս ծնվել է ավելի շուտ, քան մենք սովորենք ասել և ոչ
ուշ, քան 4 թվականը Քրիստոսից առաջ։ Եվ Հերովդես արքայի մասին շատ պատմություններ կան, նա համարվում էր դաժան թագավոր, ինչև անգամ խոսք կար հռոմեացիների մոտ, որ ասում է ավելի լավ է լինել Հերովդեսի մոտ խոզ, քան լինել նրա որդին, որտեղ խոզ նրանք չէին օգտագործում ծննդի մեջ, իսկ Հերովդեսը իր զավակներին, երկուսին զավակներից սպանեց այն պատկերացումով, որ գահի վրա աչք ունեն, հավակնում են գահին եւ սպանեց իր զավակներից երկուսին, որպեսզի հեռացնի այդ վտանգը իր իշխանությունից։ Եվ արևելքից այս մոգերը, որ գալիս են, Մատթեոսը չի նշում, այդ արևելք ասվածը շատ լայն է, չի նշում, թե կոնկրետ որտեղից։ Եվ ասում է արևելքից մոգերը եկան, իսկ մոգերը դրանք ժամանակի գիտնականներն էին, այսպես ասենք, մենք այսօր կախարդ գուցե հասկանանք այդ բառի տակ, բայց ինքը ոչ այնքան կախարդ իմաստը ունի, այլ գիտության մարդ, որովհետև ժամանակին գիտնականները նաև երկնակամարին նայելով, աստղերի շարժ տեսնելով, որոշակի ինչ-որ եզրակացություններ էին անում, եւ այս մոգերը որոշակի եզրակացություններ են կատարում, որ ծնվել է արքա։ Աստղի ծնունդը համարվում էր հին աշխարհում այդպիսի նշան, բայց մենք հետագայում կտեսնենք, որ այդ աստղը, որ մոգերը տեսնում են, որոշակի շարժ է ցույց տալիս։ Եվ այդ շարժը ըստ երևույթին մեզ հուշում է, որ գուցե դա ոչ թե աստղ էր, այլ գիս աստղ էր, որը շարժվեց երկնակամարով։ Եվ ավետարանիչն ասում է, որ մոգերը գնում են հրեաների արքային փնտրելու եւ մտնում են Հերովդես արքայի մոտ։ Եվ ասում են, ուր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում եւ եկանք նրան երկրպագելու։ Այստեղ կա որոշակի թարգմանական նաեւ խնդիր, որոշ մասնագետներ ասում են, եթե իրենք արևելքից էին գալիս եւ արևելքում տեսան աստղը, անտրամաբանական է, որ նրանք արևմուտք շարժվեին։ Ըստ երևույթին ասում են, որ այստեղ վրիպակ կա թարգմանական եւ ավելի պիտի ասենք ոչ թե արևելքում տեսանք նրա աստղը, այլ տեսանք այդ աստղի ծագելը, այսինքն ծագելու մասին է ավելի շատ խոսում, որպեսզի ըստ այդ աստղի ուղղորդվեին գային։ Եվ Հերովդեսը, որ հայտնի էր իր իշխանատենչությամբ, բնականորեն խռովվում է, ինչպես որ ավետարանն է ասում, երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց եւ ոչ միայն ինքը, այլ նաեւ նրա հետ բոլոր երուսաղեմացիները, Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը։ Եվ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին, հարցրեց նրանց, թե ուր պիտի ծնվի Քրիստոսը։ Տեսնում ենք, որ Հերովդեսը անմիջապես իր մտքին գալիս է այդ Մեսիայի գաղափարը, Քրիստոս նշանակում է Մեսիա կամ օծյալ, Հերովդեսը անմիջապես իր մտքում ունենում է այն գաղափարը, որ պետք է արքա ծնվի, Մեսիան պիտի ծնվի եւ պիտի նրա թագավորությունը մարգարեական խոստումները կատարվեն եւ դրա մեջ տեսնում է վտանգ։ Այսինքն Սուրբ Գիրքը մարգարեությունները ընթերցելով նա ոչ թե փորձում է հետևել այդ մարգարեություններին, այլ տեսնում է դրա մեջ վտանգ իր իշխանությանը։ Եվ հարցնում է քահանայապետներին, ժողովրդի օրենսգետներին, ուր պիտի ծնվի Քրիստոս։ Եվ նրանք ասացին նրան Հրեաստանի Բեթխեհեմ քաղաքում։ Հրեաստանի Բեթխեհեմ քաղաքը արդեն ասացի, որ փոքրիկ քաղաք էր, որովհետև ասում են մարգարեի միջոցով գրված է
եւ դու Բեթխեհեմ Հուդայի երկիր, Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես, քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին Իսրայելին։ Այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը։ Եվ նրանց Բեթխեհեմ ուղարկելով ասաց. գնացեք, ստույգ իմացեք մանկան մասին եւ երբ գտնեք, տեղեկացրեք ինձ, որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան։ Տեսնում ենք Հերովդեսը արդեն դավ է նյութում եւ փորձում է մանկանը վնասելու ծրագիր իրականացնել։ Եվ նրանք երբ թագավորից լսեցին այս, գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ, կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր։ Աստղը տեսնելուն պես չափազանց ուրախացան, եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր Մարիամի հետ միասին, եւ ընկան ու երկրպագեցին նրան, եւ բանալով իրենց գանձատուփերը, նրան նվերներ մատուցեցին ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Եվ երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Տեսնում ենք, որ մոգերը գալիս են եւ մանուկ Հիսուսին տալիս են որոշակի նվերներ՝ ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Թվում է, թե այս իրերը ոչ մի նշանակություն չունեն, բայց եկեղեցական հայրերը դրանց մեջ տեսել են որոշակի խորհուրդ, ոսկին իբրև մանուկ Հիսուսի արքայական իշխանության նշան, խունկը, կնդրուկը կամ որպես քահանայական կամ նշան կամ աստվածային նշան եւ զմուրսը նրա մահանալու, թաղվելու իբրև նշան։ Եվ երբ նրանք, այսինքն մոգերը, հեռացան այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին եւ ասաց. «Վեր կաց, վերցրու այդ մանկանը եւ նրա մորը ու փախիր Եգիպտոս, եւ այնտեղ մնա մինչեւ որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը փնտրում է այդ մանկանը կորստյան մատնելու համար»։ Տեսնում ենք, որ Հովսեփը արդեն երկրորդ անգամ է հրեշտակից ստանում ցուցում վարվելու եւ վերցնում է մանուկ Հիսուսին իմ մորը եւ փախնում են Եգիպտոս։ Եգիպտոս գնալու պատկերը ինքը հիշեցնում է Իսրայելի Եգիպտոսում լինելու դրվագը 5 տակարանում եւ այնտեղից ելքը։ Մատթեոսը կարելի է ասել այսպիսի հակադրության մեջ է նկարագրում։ Եթե իսրայելացիները Եգիպտոսի փարավոնից էին փախնում, որը կեղեքում էր նրանց եւ որը նույնիսկ մանուկներին, իսրայելացի մանուկներին կոտորելու այսպես հրահանգ էր տվել, ապա Տեր Հիսուսի օրոք արդեն այս ժամանակամիջոցում Հիսուս մանուկը փրկվելու համար պիտի Իսրայելից փախնի Եգիպտոս։ Հակադրությունը այնտեղ Իսրայելը Եգիպտոսից պետք է դուրս գար, որպեսզի փրկվեր, այստեղ Հիսուս մանուկը պիտի դուրս գա Իսրայելից, որպեսզի փրկվի։ 5 տակարանում Իսրայելը համարվում է Աստծո որդի, ինչ որ առումով, եւ Աստծո որդին հավաքական իմաստով Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, իսկ այստեղ Աստծո ճշմարիտ որդին դուրս է գալիս Իսրայելից, որպեսզի փրկվի։ Եվ նա վեր կացավ, Հովսեփը վեր կացավ, առավ մանկան ու նրա մորը գիշերով ու գնաց Եգիպտոս եւ այնտեղ մնաց մինչեւ Հերովդեսի մահը, որպեսզի կատարվի Մարգարեի բերանով Տիրոջ կողմից ասվածը, թե Եգիպտոսից պիտի կանչեմ իմ որդուն։ Մատթեոս ավետարանիչը հաճախ է մեջբերումներ կատարում 5 տակարանից, որպեսզի ցույց տա կապը
մարգարեության եւ դրա իրականացման միջև։ Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ Մոգերից խաբվեց, որովհետև Մոգերը իր հրահանգը չկատարեցին, չվերադարձան Հերովդեսի մոտ եւ մանկան մասին բաներ չասացին, սաստիկ բարկացավ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթխեհեմում ու նրա սահմաններում էին գտնվում եւ 2 տարեկան ու դրանից ցած էին ըստ այն ժամանակի, որ ստուգել էր Մոգերից, ինչպես Եգիպտոսի փարավոնն է մանուկներին վնասում, այնպես էլ Հերովդեսն է վնասում այստեղ մանուկներին։ Այն ժամանակ կատարվեց Երեմիայի մարգարեի բերանով ասվածը, թե Ռամայում մի ձայն գուժեց, ողբ ու լաց ու սաստիկ կոց, Ռաքելը լալիս էր իր զավակների վրա եւ չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլևս չկային։ Ռաման կրկին փոքրիկ գյուղաքաղաք է, Երեմիա մարգարեն այս դրվագը նկարագրում է, երբ որ օտարերկրյա նվաճողները եկել էին եւ գրավում էին Իսրայելը եւ բնականորեն նաեւ պատերազմական նաեւ իրավիճակում բազում զոհեր էին տեղի ունեցել եւ Ռաման այն վայրն էր, որտեղ որ Ռաքելը մահացել էր, 5 կտակարանում նկարագրվում է նրա հետ կապված է Ռամա քաղաքը եւ նրա լացը նշանն է Իսրայելի նկատմամբ տեղի ունեցող օտարերկրյա նվաճողների, կոտորածների որպես արձագանքի, բայց այստեղ Բեթխեհեմում են տեղի ունեցել կոտորածները, իսկ ավետարանիչը ասում է, որ կատարվեց մարգարեությունը Ռամայում ձայն գուժեց, սաստիկ լաց, կոց եւ Ռաքելը չէր ուզում մխիթարվել։ Ուրեմն մարգարեությունները մենք չպետք է դիտարկենք որպես ճշգրիտ իրականացում, բառացի իրականացում ինչ որ տեքստերի, այլ դրանց բովանդակային բանը պետք է նայենք, բովանդակային առումով այնտեղ էլ անօրենություն տեղի ունեցավ, կոտորած, սաստիկ լաց, կոց եւ այստեղ էլ լաց եւ կոց եղավ։ Երբ Հերովդեսը վախճանվեց, ասում է ավետարանիչը, Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին Եգիպտոսում եւ ասաց. «Վեր կաց, վերցրու այդ մանկանն ու իր մորը եւ վերադարձիր Իսրայելի երկիր, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»։ Կրկին հրեշտակի միջոցով ցույցում է տրվում, թե ինչ պետք է կատարի Հովսեփը եւ ասում է, որ Հերովդեսը արդեն մահացել է, կարող է գնալ վերադառնալ։ Բայց մենք տեսնում ենք, որ հրեշտակի ցուցումները Հովսեփը ուղղակիորեն աներկբա կերպով չի ընդունում, այլ իր մեջով է անցկացնում, վերլուծում է եւ հրեշտակը չի ստիպում Հովսեփին կատարել բառացիորեն այն, ինչը որ ինքն է ցանկանում, այլ թույլ է տալիս, որպեսզի Հովսեփը իր ազատությունը դրսևորի, որպես նաև ընտանիքի պահապան։ Եվ տեսնում ենք, որ Հովսեփը վեր կացավ, եկավ Իսրայելի երկիր, բայց երբ լսեց, թե Արքեղայոսը թագավորել է Հրեաստանի վրա իր հոր Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ եւ երազի մեջ հրաման առնելով գնաց Գալիլեայի կողմերը եւ եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, թե Նազովրեցի պիտի կոչվի։ Նաև Մատթեոսի ավետարանից արդեն հասկանում ենք հետագայում, թե ինչու է Տեր Հիսուսի գործունեության գլխավոր այսպես թատերաբեմը լինում Գալիլեան, որովհետև Հովսեփի միջոցով եկել էին Գալիլեա հատվածը, որտեղ վտանգը ավելի փոքր էր, քանի որ այնտեղ Հրեաստանի վրա թագավորել էր Արքեղայոսը, Հերովդեսի որդին, իսկ Գալիլեայում արդեն այլ կառավարիչ կար, որ ավելի մեղմ էր ըստ երևույթին տրամադրված այս հարցում եւ այդքան չէր հետաքրքրում իրեն այդ հարցը եւ գալիս են բնակվում են Գալիլեայի կողմերը
Նազարեթ քաղաքում, որով որ կոչվում է նաև Նազովրեցի։ Նազովրեցի ասված այս բնորոշումը շատ գիտնականներ փորձում են բացատրել մի քանի կետերով։ Իսրայելում Եսայի մարգարեի մոտ մի մարգարեություն կա 11-րդ գլխում, որտեղ որ խոսում է Դավթի շարավիղի մասին եւ ասում է Հեսեի արմատից գավազան պիտի վերընձյուղվի, գավազան է ասում կամ ոստ մեկ այլտեղ, այդ բառը նշանավորում էր թագավորի թագաժառանգի մասին էր խոսքը եւ այդ բառը նեցեր է եբրայերեն, որը կոչվում է գավազան կամ ոստ, որը ցույց է տալիս թագավորի թագաժառանգի մասին է ցույցում։ Ուրեմն մասնագետներ կան այստեղ Նազովրեցի, որ ասում է պիտի կոչվի, դրա մեջ տեսնում են այդ նեցեր բառը, որը ակնարկ է նրա արքայական շարավիղ լինելու մասին։ Ոմանք տեսնում են հենց Նազարեթ բառը, Նացարեթ բառը, որը որ տեղորոշում է արդեն տեղանքի մասին է խոսքը գնում եւ ոմանք էլ կա, որ փորձում են տեսնել այստեղ Նազիր արմատը, որ նշանակում է ուխտավոր եւ փորձում են ակնարկել իբրև թե Հիսուս նաեւ որոշակի ուխտի մեջ է մտնում եւ դրա համար պիտի կոչվի Նազովրեցի։ Սակայն ուխտավոր լինելու հանգամանքը մի փոքր միանշանակ չէ, որովհետև 5 տականից մենք գիտենք ուխտավորների կյանքի հետ կապված որոշակի նրբություններ, որոնք որ պետք է պահպանվեին, որպեսզի մարդիկ նազիր կոչվեին, Հիսուսի կյանքում տեսնում ենք, որ երբեմն այդ պայմանականությունները չեն կիրառվում, թեև գուցե Մատթեոսը այս կերպ փորձել է ընդհանուր մի բան ցույց տալ, որ թե արքայական շարավիղն է, թե Նազարեթի բնակիչ է եւ թե նաեւ ունի իր մեջ աստվածային նախախնամության մի ծրագիր, որով որ պիտի առաջնորդվի։ Ահա ավարտեցինք Մատթեոսի ավետարանի 2-րդ գլուխը։ Տիրոջ ողորմությամբ կհանդիպենք հաջորդ անգամ քննարկելու արդեն 3-րդ գլուխը Մատթեոսի ավետարանի։